Աննա Հակոբյանը գրառում է կատարել, որտեղ 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Գևորգ Վիրաբյանի քրոջը Տաթևիկ Վիրաբյանին անվանել է ոչիլ, ով ավելի վաղ իրեն քննադատել էր։ Հերոսի քույրը արձագանքել է Աննա Հակոբյանի գրառմանը։ Աննա Հակոբյան. Ես հիմա գրում եմ մի տեքստ, որը արտահայտում է մեր իրական տարբերությունները, իմը եւ ձերը։ Չգիտեմ ձեր թիմում ինչ գարնանային սրացումներ են սկսվել, բայց ձեր իսկ տիրույթում ինձ կրկին թիրախավորելով ոչ մի կերպ չեք կարող մաքրվել հասարակության մեջ ձևավորված տպավորությունից։ Ոչ մի սկրին, ոչ մի ինսինուացիա չի ջնջի այն իրականությունը, որն այսօր ձեզ է ուղեկցում։ Աննա, իմ եւ քո տարբերությունն այն է, որ ես իմ ողջ կյանքում քայլել եմ հայրենիքին ծառայելու ճանապարհով։ Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ ինձ դաստիարակել է պատերազմ տեսած պետական մտածողությամբ մարդ։ Դիրքերում եմ եղել։ Պատերազմի ամենաթեժ օրերին կյանքս վտանգելով։ Փրկել եմ երեխաներ հրթիռակոծությունից։ Իմ երկու եղբայրը մարտական հերթապահության են եղել։ Մի եղբայրս զոհվել է հերոսաբար։ Իսկ ձեր ընտանիքի անդամների ժամանակն անցել է առավել խաղաղ ու մրցակցությունից դուրս վայրերում։ Աննա, ինձ համար զոհված տղաները կյանք են տվել ոչ թե մի անհասկանալի գաղափարի, այլ հանուն հողի, ժողովրդի ու արժանապատվության։ Իմ եղբայրը ձեր իշխանության օրոք սկսված պատերազմի զոհ դարձավ։ Մինչ դուք ընդունեցիք հողերի հանձնման քաղաքականությունը։ Ես հասկանում եմ, դուք կարող եք թույլ տալ ձեզ վիրավորել ինձ, որովհետև իշխանություն ունեք, բայց դա երկար չի տևելու։ Այս երկիրը ձեր ձեռքերով թուլացել է, դատարկվել է, արյունակամ է արվել։ Իսկ ավարտեմ հիշեցմամբ. թիրախավորեցիք, քրեական գործեր հարուցեցիք, փորձեցիք լռեցնել ինձ հրապարակումներով, իսկ հիմա հրապարակային գրառումներով շարունակում եք նույնը։ Թող հաջորդ գրառումը լինի ամուսնուց հետ, որ ամեն ինչ ավելի պաշտոնապես հնչի։ Բայց անկախ ամեն ինչից ես միշտ մնալու եմ Արցախցի Տաթևը, իսկ դու պատմության մեջ մնալու ես որպես կինը, որը խորհրդանշեց Արցախի կորուստը։